Բերոյանների մասին։ Բերոյաններից։ Սաղ նույնն է էլի, ինչ ասեցի էտա։ Հաստատ ոչ մի բան չես բաց թողել։ Չէ, Վարոսիչ։ Իսկ իմ հաշվով ինչ է խոսում։ Դե նույնն է էլի, Վարոսիչ ջան, ասում են կամ վթար ա եղել, կամ էլ այդ վթարը Վարուժան Վարոսյանն ա սարքել։ Նույնը, առանձնապես ոչ մի բան, նույն բանը կրկնում են։ Լավ, եղավ։ Կապի մեջ եղիր, կզանգես։ Նոն, հետ առաջ էր գոռը ուժեղ։ Ընդհանրապես ինքը ինձնից երբեք էլ ուժեղ չի եղել։ Ուղղակի շատ փող ա ունեցել, հնարավորությունները մեծ են եղել, բայց հիմա շատ բան ա փոխվել։ Դու գոռի չափ ուժ ու հնարավորություն ունես։ Նան ես Վարոսյանի օգնականներից եմ։ Հիմա լավ փող եմ աշխատում։ Եթե ինչ-որ բան լինի, Վարոսյանը քեզ կօգնի։ Համոզված ես։ Լրիվ։ Վարոսյանն ինձ շատ ա սիրում, առանձնացնում ա բոլորից։ Հա, եթե ինչ-որ դժվարություն լինի, կարող ա օգնի, բայց այս դեպքում հաստատ չի օգնի։ Որ դեպքում նա։ Արմեն, ես հենց հիմա դավաճանում եմ ամուսնուս։ Ու եթե դու գոռը կռվեք, Վարոսյանը քո կողմից չի լինելու, գոռի կողմից ա լինելու։ Ինչի՞։ Որովհետև ոչ մի տղամարդ չի արդարացնի քեզ։ Նան դու տղամարդկանց լավ չգիտես։ Դու դեռ կյանքը չգիտես։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Դե հիմա արդեն ավելի հանգստացա։ Ճիշտ արեցի, որ եկա այս խոսակցությունն ինձ շատ օգնեց։ Ինչին օգնեց։ Դե ավելի հանգիստ կսպասեմ։ Գիտեմ, որ Մարլենը ողջ է ու այսպես թե այնպես տուն կգա։ Տիկին Աննա, եթե ես իմանայի, որ այս խոսակցությունը ձեզ հանգստություն ու խաղաղություն կբերի, ավելի շուտ կասեի։ Գոր, բայց դու սկսի որոնումները։ Չէ, տիկին Աննա։ Որոնումներ սկսել, դա նշանակում է մարդկանց ասել, որ Բերոյանը ողջ է։ Իսկ մեր մարդիկ ինչքան էլ հավատարիմ լինեն, ինչքան էլ լավ վճարված ու նվիրված, չի բացառվում, որ կընկնի Վարոսյանի ականջը։ Իսկ եթե Վարոսյանը իմացավ, նա մեզնից շուտ կսկսի որոնումները։ Ու շատ հնարավոր է մեզնից շուտ գտնի Սուրենիչին, որը մահացու վտանգավոր է Սուրենիչի համար։ Դուք հանգստացեք, զինվեք համբերությամբ ու սպասեք, ամեն ինչ լավ է լինելու։ Լավ, ցտեսություն։ Ցտեսություն։ Լյով արիստեղ, հա կաբինետում եմ։ Բերոյանը մեռավ, հակառակորդը վերացավ, կռիվը դադարեց, այքար չկա, անհետաքրքիր է։ Մյուս մրցակիցներս թույլ են ինձանից, մեջներն արժանի մարդ չկա։ Ինչ է պետք ինձ ես կյանքում։ Էման, միայն Էման։ Մերն ու Էման բաժանվել են։ Իմ օգտինա չպետք է բաց թողնել, ինչ անեմ, մի անգամ էլ փորձեմ խոսել հետը։
Այո։ Էմա, բարև։ Բարև։ Ճանաչեցիր ով է։ Այո։ Ոնց ես։ Լավ։ Ձայնիցդ չի երևում, որ լավ ես։ Ասա, Վարուժան, ինչ է եղել։ Առանձնապես ոչինչ։ Ինչ էլ ասեմ, կրկնվելու եմ։ Ուզում եմ քեզ տեսնել, բայց ոչ ձեր տանը։ Ինչի համար։ Կարոտում եմ։ Վարուժան։ Հիմա ես ընդհանրապես մարդ չեմ կարոտում, ես չգիտեմ այդ ինչ բան է։ Բայց քեզ ուզում եմ տեսնել, քո կարիքն ունեմ։ Երևի այդ է կարոտելը։ Ես հիմա չեմ կարող։ Չէ, չեմ ասում հենց հիմա, երբ ասես։ Ես քեզ կզանգեմ։ Լավ, ես կսպասեմ քո զանգին։ Ձեն հանի, ասում եմ տենց տղամարդ կա։ Ինչ ասեմ, Նադյա։ Ասա հա, ես քեզ օրինակ։ Հա, ես քեզ օրինակ։ Ռաֆը։ Ինչ։ Դուրս չես գալիս, լավ չես ասում։ Չէ, կարամ ասեմ, թաքցնելու բան չունեմ։ Էմային պիտի հանդիպեմ։ Ինչ, զարմացար։ Հայկ։ Էմա, խոսքը Մհերին չի վերաբերում, խոսքը Բերոյանի մասին։ Բերոյանի։ Հա, Բերոյանի մահվան։